Վերջին դասին անվանական կախազարդերն են իրենց շրջանավարտներին նվիրել ուսուցչուհիները։ Մայրաքաղաքի Պեյոյավորովի համար 131 հիմնական դպրոցին այսօր հրաժեշտ է տվել շուրջ 150 9-րդ դասարանցի։ Զանգ, որ փոխում է ամեն ինչ, խորագրով վերջին դասին ուսուցիչներին շնորհակալություն են հայտնում աշակերտները ստացած գիտելիքների ու ջեր մթնոլորտի համար։ Հարգելի ընկերիսպիրը, անցան մեր դպրոցական անմոռաց տարիները, անցան լուսական երազի պես, թող ձեր անկրկնելի գեղեցկությունն ու հմայքը տարիների ընթացքում երբեք չխամրեն։ Գերի ընկեր Իշխանյան, մենք մաղթում ենք, որ աշխարհի ողջ վերկրանքը ձերը լինի, առավոտյան լույս տարևի ձեր տուն մտնի եւ դուրս չելնի։ Ջերմատեսան, Երշազյան, այն օրից, ինչ մենք հանդիպեցինք ձեզ, մեր շուրջը լույսով, ջերմությամբ լուծվեց։ Եթե դուք դիմացել եք ընկեր Իշխանյանի սիրուն, ստպունքայնությանը, պատասխանատվությանը ու պահանջկոտությանը, ես վստահ եմ, դուք պատրաստ եք մեծ կյանք մտնել։ Նոր կյանքի ճանապարհին մասնագիտական ընտրության հարցում շատ շրջանավարտներ արդեն կողմնորոշվել են, մյուսներն էլ դեռ մտածում են։ Ինչ մասնագիտություններ չընտրեմ, հաստատ կապված է լինելու ծրագրավորման կամ ռոբոտաշինության հետ։ Դու? Ես վերջնական կողմնորոշված չեմ, բայց ինձ թվում է ինչ-որ ֆինանսների կամ բիզնեսի հետ կապված։ Երաժշտական քոլեջ եմ գնալու, կանոնահարույցի։ Ես որոշել եմ կամ բժիշկ, կամ դիզայներ։ Կողմնորոշվել եմ ես կոնկրետ բժիշկ, բայց հետո կարող եմ մտափոխվեմ։ Ես էլ դեռ լավ չեմ որոշել, բայց գիտեմ, որ կարող եմ դառնամ կամ ճարտարապետ կամ ինժեներ։ Միտք կա իրավաբան դառնալու։ Կառուցություն եմ սիրում եւ դիզայներական։ Ինչ մասնագետ էլ դառնան, միշտ հիշելու են այն տղաներին, որոնք իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի պաշտպանության համար, վստահեցնում են շրջանավարտները։ Դուք, որ ձեր կրծքով ճակատով յուր գնդակների ճանապարհ փակեցիք, բազում կյանքեր փրկելով։ Ավանդական քոչարիով են հրաժեշտ տալիս դպրոցին ու խոստումով ընկերություն անել չեն դադարելու։ Մեր հիշողությունները ստեղ են կապված։ Մենք ենք ստեղ ենք դարձել մոտիկ ընկերուհիներ։ Հայաստանում վերջին զանգն այսօր հնչել է 39,000 9-րդ դասարանցիների և 22,000 12-րդ դասարանցիների համար։ Կարնե Մանգասարյան, Հենրիկ Համազասպյան և Հակոբ Բաղդասարյան, Հայլուր։